Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Գրիգորյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Գրիգորյան, աղմուկ կա տրանսպորտի ուղևորցի հավաքագրման շուրջ, նույնիսկ միջադեպեր են արդեն եղել, կան ձերբակալվածներ, ու սա այն պատճառով, որ վարորդներին պարտադրում է քաղաքապետարանը մասնակցել ուղևորցերի վճարման հավաքագրման process-ին։ Ինչու եք դա անում։ Ես որակման հետ համաձայն չեմ, սա այն պատճառով, որ այն ինչ որ քաղաքացիները պարտավոր են անել, առանձին քաղաքացիներ, երկար ժամանակ չի արվել եւ հիմա բնականաբար ինչ որ ինտենսիվ միջամտություն է արվում, որպեսզի քաղաքացիները կատարեն իրենց օրենքով նախատեսված պարտականությունը, եթե ուզում են հանրային տրանսպորտից օգտվել։ Ի վերջո ոչ մեկին չի ստիպում պարտադրաբար հանրային տրանսպորտից օգտվել, բայց հանրային տրանսպորտից օգտվելը ունի պայմաններ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ իհարկե տհաճ եւ ցավալի միջադեպը, որ մենք ունեցանք, որ իրավապահների միջամտությանը գործը հասավ, իհարկե անթույլատրելի է, բայց ես չեմ համարում, որ դա մեր որոշման հետևանքն է, որովհետեւ այլապես ցանկացած օրինական գործողությանը դրթող կամ դրան հակող գործողություն պետության, իդեմս որևէ մարմնի, եթե հանգում է քաղաքացու կողմից բռնության կիրառման, որը բացարձակապես անթույլատրելի է եւ ապօրինի, դրա համար պետք է մեղադրենք կառավարությանը կամ համապատասխան մարմնին, ես դրա հետ մեղմ ասած համաձայն չեմ, բայց նաեւ ուզում եմ, որ մենք ավելորդ գույներն չխտացնենք, որովհետեւ բնականաբար երբ որ ինչ որ ժամանակից հետո, երբ որ արդեն որոշ մարդիկ ընտելացել են դրան, որ պետք է անվճար տրանսպորտից օգտվեն եւ ինչ որ բայ ասում ես եղբայր կամ քույր վերջ հասկացանք համակարգը նոր էր, վալիդատորը լավ աշխատում էր, լավ չէր աշխատում, այդ բոլորը անցավ վերջացեցինք, հիմա պետք է սկսենք վճարել կոպիտ ասած, վաղուց պետք է սկսենք, բայց արդեն բնականաբար չվճարողի նկատմամբ արդեն լրիվ այլ միջամտություն է ենթադրում, պարզա որ երբ որ մենք ունենք 700-ից ավել միայն ավտոբուս, որը դուրս է գալիս ուղեգից ամեն օր, կարող են լինել առանձին միջադեպեր, բայց եթե հաշվի առնենք, որ մենք անցած շաբաթվանից ենք սկսել այդ ինտենսիվ միջամտությունները եւ արդեն այս շաբաթ համեմատականը տանենք, թվերը եւ եկամուտը օգտագործման թվերը եւ եկամուտը շարունակում է աճել եւ որպես այդպեսին տենց ինչ որ արտարոց միջադեպեր չկան, այսինքն դա սկզբնական շրջանի երևույթ է իմ կարծիքով։ Իհարկե չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ով չի համաձայնի ձեր ասածի հետ, որ այո, մարդիկ եթե օգտվում են այդ ծառայությունից, պարտավորված են նաև վճարելու դրա համար, բայց ինչու այդ բեռը դնել վարորդների ուսերին։ Եթե ի սկզբանե դուք դա այնպես արեցիք, որ վարորդները գործ չունենան դրա հետ եւ որոշակի համակարգային լուծում եք առաջարկում, որ լինեն հսկիչներ, ովքեր ժամանակի ընթացքում պարբերաբար իրականացնեն հսկողությունը եւ քաղաքացիները կկատարեն իրենց պարտավորությունը։ Հիմա ինչու եք դնում վարորդների ուսերին։ Ուրեմն իրականում վարորդների կողմից նշված գործողությունների իրականացումը պայմանագրով սահմանված պարտականություն է դեռ շատ վաղուց, նոր չի որ սահմանվել է եւ հսկիչները եւ վարորդների միջամտությունը մեկը մյուսին չի բացառում եւ նաեւ շատ զարգացած երկրներում, նույն Լոնդոնում, որի մասին խոսեց քաղաքապետը, որին ինքը անձամբ առնչվել է Բուդապեշտում, որ ես եմ առնչվել եւ այլ քաղաքների մասով էլ շատ տարբեր տեղերից հիմա համացանցում, եթե փնտրեք այդ ինֆորմացիան կգտնեք, վարորդ եւ հսկիչներ միաժամանակ այդ երկու միջոցն էլ կիրառվում է, մեկը մյուսը չի բացառում եւ հսկիչները իրականացնում են կետային ստուգումներ տարբեր հատվածներում եւ մենք հսկիչների քանակն ենք ավելացնելու, այնպես չի որ վարորդների գործընթացի ներգրավումը բացառում է հսկիչների աշխատանքը եւ այսօր էլ հսկիչները բավականին ինտենսիվ աշխատում են, այլ է հարցը, որ եթե մենք ի վերջո այդ ժամանակը եղել է, մենք իրավիճակը գնահատել ենք եւ եթե չլիներ դրա կարիքը, բնականաբար այդ գործողությունները կարող էր եւ չկատարվել, բայց եթե որոշակի հսկողության պայմաններում այնուամենայնիվ ցավոք սրտի մենք ունենք քաղաքացիներ, որոնց իրավագիտակցությունը չի բավարարում նրան, որ հասկանան, որ եթե իրանք չեն վճարում այս որակի տրանսպորտը, մենք չեն կարողանա երկար պահպանել, էլ չեմ ասում նոր տրանսպորտի ձեռքբերման մասին, ուրեմն պետք է որոշակի ավելի ինտենսիվ միջամտության միջոցով իրան գիտակցմանը բերել։ Կարող եք ցանկացած կերպ անվանել, առնվազն ամենակարևորը օրինական կլինի, կոշտ կլինի պակաս կամ նվազին ինտենսիվ, բայց կարևորը օրինական։ Իսկ այն փաստը, որ մեր որոշումը ճիշտ որոշումը, դրա մասին ցույց են տալի ընդամենը մի շաբաթվա եւ հիմա էլ շարունակվող եկող երկուշաբթի օր այս շաբաթվա արդյունքները կամփոփվեն եւ շատ
ակնհայտ է ուղղակի թվերով, որը շատ տենց ոչ գնահատական դատողությունների դաշտում ենք մենք խոսում, շատ པարզ թվերով երևում է, որ այդ ինտենսիվության անհրաժեշտությունը կար, թե ինչքան է օգտագործում է եւ եկամուտը դեպի համայնքային բյուջե ավելացել։ Հետևաբար ելի եմ ասում, մենք այնպես չի, որ որևիցե մեկը, ես կամ քաղաքապետը կամ վարորդները կամ որևիցե մեկի ղեկավարությունը հաճույք է ստանում այդ գործընթացից, բայց այդ գործողությունները անհրաժեշտություն են, որտեղ եթե մենք իսկ ոչ թե եթե, քանի որ մենք կրում ենք պարտականություն մեր ժողովրդի նկատմամբ որոշակի որակի տրանսպորտ ապահովել եւ գնալով բարելավել, պետքա համապատասխան միջոցների ներհոսքել ապահովենք, որպեսզի դա կարողանանք անել։ Եվ եթե ելի եմ ասում, կան առանձին քաղաքացիներ, որոնց թիվը շատ էր եւ գնալով պակասում է եւ կպակասի, այս գիտակցմանը ինքնուրույն չեն գալիս, ցավոք սրտի, այո, պետքա որոշակի միջոցառումներ լինեն, որպեսզի այդ գիտակցմանը գանք, որովհետեւ մենք անդադ խոսում ենք այդ քաղաքացիների մասին, բայց մենք չենք խոսում այն քաղաքացիների մասին, որոնք առանց որևէ միջամտության այդ վճարումը իրականացնում են։ Բայց ինչի կարա մի քաղաքացին հասկանա դրա կարևորությունը, մյուսը չհասկանա, եւ վերջո պետքա նաեւ մի բան էլ հաշվի առնենք, մենք չենք խոսում են քաղաքացիների մասին, ովքեր կարիքից ելնելով ա որ չեն վճարում, որտեղ այդ մարդկանց խնդիրները մենք հասցեագրել ենք մեր արտոնությունների փաթեթով, որոնք բավականին լայն են, եթե իմ անձնական կարծիքն եք ուզում, ինձ թվում է մի փոքր ավելի շատ են, քան պետք է, բայց հաստատ քիչ չեն։ Եվ եթե դու այդ մարդկանց խնդիրները հասցեագրում ես, իրենց տալիս ես կամ էական զեղչով երթևեկելու կամ ընդհանուր մինչև անվճար երթևեկելու հնարավորություն եւ կամ պարտաճանաչ վճարող քաղաքացիներ ամենայն հարգանքով կներեք, անգամ քաղաքական ինչ-որ ստեղ բաներ են, փաստարկներ են բերում ընտրություններից առաջ եւ այլ, ընտրություններից առաջ լինի, հետո լինի, օրինական վարքագիծով պետությունը մնում է պետություն։ Եթե կա պարտականություն, որ անձը պետքա որպես քաղաքացի կրի, ուրեմն պետքա կրի։ Էլի եմ ասում, ի վերջո, եթե պատրաստ չի այդ պարտականությունը կրի, կարա հանրային տրանսպորտից չօգտվի դրանից։ Բայց լավ, հնարավոր չէր անել միայն հսկիչների մեխանիզմի միջոցով։ Այսինքն, այս համակարգը լավ չի աշխատել, արդյունավետ չի աշխատել, հսկիչների թիվն է քիչ, թե ինչն է խնդիրը, որ միայն նրանցով հնարավոր չէր դա ապահովել։ Տեսեք, ես ինչքան միջազգային փորձը մենք ուսումնասիրել ենք նաև հսկիչների համակարգի վրա սոսկ հույսը դրվում է այն դեպքերում, երբ որ արդեն երկար ժամանակ կայացած համակարգ կա եւ այդ միջամտությունը բավարարում է, որովհետեւ հսկիչների քանակը ինչքան էլ ավելացնենք, եթե վարորդ կա ցանկացած ավտոբուսում կամ ցանկացած տրոլեյբուսում, պատկերացնել, որ մենք պետքա 700 էլ չէ, 1400 քանի հսկիչ պետքա հաստատող համալրենք, մեկ ավտոբուսի շրջակայքում, որովհետև գոնե, լավ, եկեք պատկերացնենք, որ հերթափոխով իրենք աշխատեն, որ ամեն ավտոբուսում լինի, այդպիսի տրամաբանություն ոչ միտեղ չկա։ Եվ էլի եմ ասում, եթե սա լիներ մի երևույթ, որ մենք մեզնից հորինել ենք, միտեղ կարելի էր քննարկել, բայց էլի եմ ասում, շատ զարգացած երկրներում տարիների վեր միասնական տոմսային թվային համակարգ ունեցող երկրներում, շատ ավելի բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում քաղաքացիների, ասում եմ, ես անձամբ, քաղաքապետ անձամբ եւ չգիտեմ, դուք նման փորձառություն ունեցել եք թե ոչ, շատ մեր քաղաքացիներ տեսել եմ, որ վարորդը ներգրավված է այդ գործընթացին, այսինքն ես նախորդին ձեր գործընկերոջն էի պատմում, Բուդապեշտում 10-ից ավել անգամ օգտվել եմ հանրային տրանսպորտից, նաև մի փոքր ավելի շատ որ ուսումնասիրեմ ոչ անգամ անհրաժեշտությունից ելնելով, բոլոր անգամները, երբ որ ես նստել եմ ավտոբուս, բոլոր անգամները վարորդը ասել է տոմսը ցույց տուր եւ մի անգամ է միայն, որ ես հանդիպել եմ հսկիչի, այն էլ մի հատ շատ տենց ինտենսիվ տուրիստական ոնց որ ուղեգծի վրա, որ եթե այդ անգամ այդտեղ չնստեի, կարծում եմ առհասարակ չէի հանդիպի, բայց այդ հսկողությունը ես վարորդի կողմից բոլոր անգամները, երբ որ օգտվել եմ, այդ հսկողությանը հանդիպել եմ, այսինքն այդտեղ եւ ձեր մեկ այլ գործընկերոջ հեղում կատարեմ ազատություն ռադիոկայանից, որ այս ամեն ինչը սկսվեց մի հատ գրառում էր կատարել, որ մի հատ խնդրում եմ Ժորժ ջան կիսվեք, ով որ քաղաքում ինչ փորձառություն ունի, բազմաթիվ էին պատասխանները, որ այո, վարորդը ներգրաված է այս քաղաքում, այս քաղաքում, այս քաղաքում։ Այսինքն դա ինչ որ know-how չի, էլի։ Շատ լավ, եթե սա արդյունավետ մեթոդ է, եւ դուք տեսնում եք արդեն 1 շաբաթ հետո դրա արդյունավետությունը, ապա ի սկզբանե հնարավոր չէր դրա կիրառությունն ապահովել, որ եւ հսկիչը լիներ եւ վարորդը եւ մարդկանց մոտ չձևավորվեր այնպիսի պատկերացում, որ այո հնարավոր է խուսափել ծառայությունից օգտվելու եւ դրա դիմաց պարտավորություն չկրելու հնարավորությունից։ Ես կարող եմ ընդունել քննադատությունը, որ ավելի շուտ էր պետք այս միջոցները կիրառել, բայց մենք որոշակի առումով 2025 թվականի փետրվար ամսին, փետրվար-մարտ ամիսներին որոշակի առումով այս պրակտիկան կիրառվել է
եւ նաեւ մի կողմից երբ որ շատ ինտենսիվությամբ երես գործողությունները կատարվում, հնչում էին հակառակ փաստարկները, որ Ժողովուրդ ջան, դե նոր համակարգա մարդիկ հո չարամտորեն չի որ չեն վճարում, ուղղակի էլ համակարգին ծանոթ չեն եւ այլ, եւ այս ժամանակաշրջանը, որ այդ ինտենսիվ միջամտությունը չի եղել, կարծում եմ ավելի քան բավարար էր, որպեսզի այդ բոլոր փաստարկները փարատվեն։ Այս ընթացքում ավտոբուսներում տեղադրվել են երկրորդ վավերացնող սարքերը, որոնք հիմա ձեր էկրանին երևում է, եւ իսկ ման ավտոբուսներում 12 մետրանոց եւ երկար տրոլեյբուսներում անգամ երրորդ սարքը, այսինքն անգամ եթե մի սարքը չի աշխատում, շատ բարի կա երկրորդ սարքը, որոշ դեպքերում երրորդ սարքը, այսինքն որպեսզի չասենք, որ խնդիրը տեխնիկական էր, էլի 700 քանի ավտոբուս եւ տրոլեյբուսների քանակն էլ հիմա հստակ օրական ելքերը հիմա չնշեմ, բայց այդքանի մեջ բնականաբար կարող են լինել տեխնիկական խնդիրներ առանձին կետերում, բայց չի կարա էլի տենց միանգամից, եթե համակարգային ինչ-որ խնդիր չկա, միաժամանակ բոլոր սարքերը խափանվեն, թե տենց իրավիճակ ունենանք, բնականաբար քաղաքացիները դրանից չեն տուժելու, բայց ես ընդունում եմ մասամբ քննադատությունը, որ կարելի էր ավելի շուտ անել, բայց կարծում եմ, որ ավելի շուտ էլ անենք, ուրիշ հարցեր հնչել, որ մարդիկ դեռ սովոր չեն եւ այլ։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է արձանագրել, որ այլևս դա ծառայությունների որակն է, այն չէ։ Լեփլեցուն են ավտոբուսները շարունակում են ուշացումները եւ արդյունքում նախ ասեմ, տեսեք, եթե մենք խոսում ենք ընդհանրապես ինչ որ բողոք կա կամ բողոք չկա, ցանկացած տեսակի բողոք այս կամ այն չափով միշտ էլ լինում է, բայց այն որ միանշանակ էականորեն նվազել են բողոքները, օրինակ ժամը 11-ից հետո քաղաքում տրանսպորտ չլինելու մասով, դա միանշանակ է, դա թվերով է մեր մոտ երևում եւ ես էլ մեր քաղաքում որպես ապրող մարդ տարբեր ժամերի տեսնում եմ, որ առաջ այս ժամին ես ավտոբուս փողոցում չէի տեսնում, հիմա տեսնում եմ, այսինքն հետո չէի կարողանա նստել։ Նու 9-ից հետո երևի առանձին գծերում միգուցե, բայց հիմնական բողոքներն էր, որ 11-ից հետո չկա, հիմա ես մինչև ժամը 12-ը 12-ից անգամ անց հաճախ տեսնում եմ, որ ավտոբուսները գնում են։ Բացի այդ, ծառայությունների որակ էլի եմ ասում, եկեք սենց նայենք, էլի, եթե նայում ենք իդեալական է, չէ, իդեալական չի, բայց եկեք ճիշտ է, էլի խոսենք, հիմա մեր տրանսպորտային համակարգը այն ժամանակվա հետ, երբ որ 100 դրամով մենք գազելներով էին գնում գալիս, այդ թվում ես ուսանողական տարիներին։ Այսօրվա այդ ոչ իդեալական համակարգը, ինչ որ համեմատության աղերս ունի այն համակարգի հետ, ինձ թվում է ընդհանրապես չունի, այսինքն եթե մեր նշաձողն է, որ մենք կարող ենք ընդհանրապես որևիցե բան փաստարկ բերել, պահանջել, վճարել, մենակ այն ժամանակ, երբ որ ամեն ինչ իդեալական է, դրա հետ համաձայն չեմ, որովհետև եթե մենք համապատասխան հոսքեր չապահովենք, իդեալական տրանսպորտային համակարգ ունենալու անգամ շանս էլ չենք ունենալու, այսինքն դրան չենք հասնելու, որ դրանից խոսենք։ Պարոն Գրիգորյան, իսկ վերջնական երբ է լինելու այս ամբողջ բարեփոխումների ավարտը եւ ինչ ցուցիչով եք դուք հասկանալու, որ ամեն ինչ իրականացվել է այնպես, ինչպես նախապես պլանավորվել է։ Բարեփոխումների որպես այդպիսին ավարտ ես միշտ էլ ասել եմ, որ ինքը շարունակական գործընթաց է, բայց եթե մենք ցենց նայենք, թե այսքան տարում ինչ կետից որ կետին ենք եկել, ես ուզում եմ մի քանի արձանագրում անել ստվերային շրջանառություն ենթադրող եւ համայնքային բյուջեն շրջանցող փողային հոսքեր ենթադրող այդ համակարգը, որտեղ վաորդները գումար էին վերցնում, մեր մոտ այլևս չկա։ Սա ուզում եմ արձանագրել եւ սա կապակցությամբ բոլորի շնորհավորել։ Հնամաշ գազելներ, այդ մեր քաղաքական ձևակերպման մահվան գազելներ էլ Երևան քաղաքում չկան։ Անընդհատ համալրվում է նոր շարժակազմով, ունենք 12 մետրանոցման ավտոբուսներ, չինական 8-6 մետրանոց ավտոբուսներ, նոր տրոլեյբուսներ, որոնցից 45 հատը հիմա գտնվում է ճանապարհին։ Քաղաքապետը հայտնեց նաև, որ այս տարի կդրվի մրցույթի եւս 170 նոր 8-6 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացը, որոնք արդեն կգան փոխարինելու մեր հնամաշ մնացած այդ հիգեր մագնիշի մանուշակագույն ավտոբուսները, որոնք 15 տարուց ավել արդեն մեզ ծառայում են, բայց ամեն ինչ իր ինչքան էլ մենք պայստամասերի փող ծախսենք, ինչ որ ավելի մեծ քանակից ընտրենք համեմատաբար դեպք, շատ վաղուց արդեն փոխարինման կարիք ունեն եւ այս գործընթացը շարունակաբար իրականացվում է։ Երբ որ սա իրականացվի, նոր ավելի մեծ 18 մետրանոց ավտոբուսները ձեռք բերվեն, ես վստահ եմ այդ պայծրությամբ արդեն մեր այն ձեռք բերված 2021 թվականին, եթե չեմ սխալվում, 211 առաջի 8-6 մետրանոց ավտոբուսների փոխարինման ժամանակն է գալու։ Այսինքն այս ցիկլը անընդհատ կրկնվող է եւ որպեսզի այս ցիկլը չընդհատվի, պետք է համապատասխան ֆինանսական ներհոսք լինի։ Դրա համար իրան պատկերացնել որպես ինչ որ
գործընթաց, որ այսինչ կետում կգանք կհասնենք վերջնական հանգրվանի, չեմ կարծում, բայց ելի եմ ասում, մեր քաղաքացիների բողոքներով, դրանց քանակի նվազմամբ տարբեր ուղղություններով մենք տեսնում ենք, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով։ Մեր մոտ հիմա միասնական տոմսային համակարգը ներդրվեց, բայց վարորդների հետ կապի համակարգը դեռևս այն մակարդակը չի, որը որ պահանջում է ժամանակակից տրանսպորտը, դրա համար մայիս ամսին մեր մոտ պիլոտային աշխատանքներն են սկսելու առաջին դիսպեչերիզացիայի համակարգի ներդրումը։ Այսինքն սա անընդհատ գնացող գործընթաց է եւ որpիսի մենք այս գործընթացում հաջողենք, մեր քաղաքացիները պետք է մեր կողքին լինեն, առնվազն իրենց ուղևորությունների համար վճարելու տեսքով։ Իմիջիայլոց կա վիճակագրություն, թե օրական գուցե կտրվածքով կամ չգիտեմ ժամի կտրվածքով որքան ուղևորափոխադրում է տեղի ունենում եւ քանի տոկոսը չի վճարում։ Նման վիճակագրություն հնարավոր է դուրս բերել։ Մենք երբ որ այս վերջին գործողությունների, որի մասին մեր հարցազրույցի առաջին մասում խոսում էինք, դրա անհրաժեշտությունը արձանագրեցինք, տարբեր գնահատականներով առանձին ուղեգծերում առնվազն ընդհանուր մինչև 40-45% էր հասնում այդ թիվը։ Չվճարողների։ Այո, չվճարողների չէ, այսինքն որ վավերացում չի իրականացվում, որտեղ օրինակ եթե անձը անգամ ունի անվճար երթևեկության տոմս, ինքը որ մտնում է ավտոբուս, ինքը պետք է վավերացում իրականացվի, որպեսզի նաև տվյալների մեր ամբողջականությունը չխախտվի։ Այսօր երեկվա տվյալներով ասեմ, երեք ունեցել ենք, եթե չեմ սխալվում, տոմսային համակարգի ներդրումից ի վեր ռեկորդային թիվը օրական օգտագործումների, որը եղել է 495,600 քանի օգտագործում։ Սա ոչ թե այդքան անձ է, որտեղ մի անձը մի ուղևորություն չի իրականացնում, այդքան ուղևորություն է իրականացվել երեկվա դրությամբ ավտոբուսի միջոցով, տրոլեյբուսի եւ մետրոպոլիտենի։ Իդեպ վարորդները գոհ են այն փոփոխությունից կամ պարտադրանքից, որը ոնց ասացիք իրենց պայմանագրային պարտավորությունն է, ուղևորի վճարման իրականացումը իրենց ուսերին դնելու համար։ Տեսեք, մենք բոլորս բնականաբար ուզում ենք աշխատել հնարավորինս բարձր աշխատավարձով, հնարավորինս տրամաբանական մինիմալ պարտականություններ ունենալով, հա, դա շատ բնական մարդկային ցանկություն է, բայց այն նաև մենք ինչ ասեցինք շատ թափանցիկ թե մեր վարորդներին, թե մեր հանրությանը, որ մենք նաև վարորդների, հիշեք, մենք դեռ նախանցած տարի, որ այդ այսպես ասած բոյկոտները ունենում էինք, հա, որ վարորդները առանձին օրեր չէին քշում եւ այլն եւ բողոքում էին նաեւ իրենց վարձատրությունից, մենք նաեւ այսքան ժամանակի ընթացքում նաեւ աշխատանքային պայմաններից իմ կարծիքով եկել ենք այն իրավիճակին, որ այո, էլի չենք կարող ասել իդեալական մենք գնալով ավելի ու ավելի լավ պայմաններ ենք ուզում ապահովել մեր վարորդների համար, բայց վարձատրությունը ընդհանուր առմամբ բավականին բարձր է վարորդների, բնականաբար իրենց էլ տհաճ է այդ գործընթացը, ել եմ ասում, ես չեմ պատկերացնում մարդ, ում որ հաճելի է այդ բանավեճի, այդ հայհոյանքների կամ առավել եւս այդ մի դեպքով բռնության ենթարկվելու, բայց իրենք շատ հասկանալով եւ ըմբռնումով արձագանքեցին մեր պահանջին եւ հորդորին եւ ես ինչպես քաղաքապետը երկուշաբթի օրը մեծ մասը թե բոլորը մեծ գերակշիռ մեծամասնություն բայց դժգոհություններ կար հաշվի առնելով լարվածությունը թե առանձին աշխատակիցներ ենք ունեցել, որոնք ասել են մենք այս պարտականությունը չենք կարող կատարել եւ ասել են որ չենք ուզում այս պայմաններում աշխատենք, հատուկենտ այդպիսի դեպքեր ենք ունեցել, բայց դա էլ է շատ ազնիվ մոտեցում, ավելի լավ է մարդ ասի ես չեմ կարող այս աշխատանքը իրականացնել, քան իրականացնի թերի, բայց ընդհանուր առումով մենք վարորդների հետ այս մասով խնդիր չունենք եւ առիթը օգտագործելով եւս մեկ անգամ իրենց ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, ես հաճելիորեն զարմացած եմ իրենց հասունությունից այս հարաբերություններում թե իրանք որը դրսևորում են, որտեղ ես սկզբից անկեղծ մտավախությունն եւ ներքին քննարկումներ էր արտահայտում, որ այդ կոնֆլիկտները կարող են շատ ժամանակ հենց միգուցե վարորդների կողմից հրահրվել կամ հրահրվող այդ սադրանքներին շատ արագ տրվել, բայց իրոք հաճելիորեն զարմացած եմ եւ շնորհակալ եմ իրենց, որ շատ պրոֆեսիոնալ իրենք այդ խոսակցությունը անգամ երբ որ իրենց սադրում են, իրենք այդ սադրանքին չեն տրվում։ Այսպես սոցիալական լարվածության ռիսկ դուք չեք տեսնում, որ ոչ, ես համարում եմ, որ սկզբնական շրջանում բնականաբար ունենք որոշակի անախորժ դեպքեր, բայց ընդհանուր առմամբ մենք մեր հանրությունը պետք է գա եւ գալու է այն գիտակցմանը, որ այս հավաքագրումը չի արվում, որ կներեք ես կամ քաղաքապետը մեր անձնական գրպանները լցնենք։ Սա արվում է նրա համար, որպեսզի Երևան քաղաքը ունենա բավարար բյուջե, որպեսզի մենք ջարդված դռներով գազելներից չգանք հիմա, այլ ջարդված դռներով ժոնգտոնգների եւ մաների եւ ունենանք գնալով զարգացող եւ ավելի լավ մակարդակի եկող արժանապատիվ հանրային տրանսպորտ։
Լավ, գալով այլ հարցի, հաշվի առնելով, որ դուք կուսակցության անդամ եք, քաղաքացիական պայմանագիր, ընտրություններին քիչ ժամանակ է մնացել։ Պարոն Գրիգորյան, քաղաքական թիմի հիմնական մրցակից ուժերը համարում են, որ իրենք կարող են հասնել իշխանափոխության։ Դուք մտահոգություններ որպես քաղաքական թիմ ունեք։ Ես իշխանափոխության հետ կապված մտահոգություն կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում կունենամ մենակ մի դեպքում, եթե այդ իշխանափոխությունը անելու ձևը չլինի ժողովրդավարական ներողություն, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ իշխանության կոնկրետ կառավարող ուժի փոփոխությունը ժողովրդի կամահայտնության արդյունքում ազատ եւ արդար ընտրություններով, եթե մեր ժողովուրդը նման բան կորոշի, այսօրվա իրավիճակը ինչ չի հուշում, որ ժողովուրդը նման բան է որոշելու եւ ես համոզված եմ, որ մեզ կրկին անգամ վստահելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, բայց անգամ եթե ժողովուրդը նման բան որոշի, ժողովրդի այդ որոշումը մենք ընդունելու ենք խոնարհաբար, ինչպես եւ բոլոր ընտրությունների ժամանակ հայտնել ենք եւ առանձին դեպքերում, երբ որ օրինակ համայնքային ընտրություններում պարտություն ենք ունեցել, ոնց որ ասել ենք, այդպես էլ խոնարհաբար ընդունել ենք։ Այդ մասով որևիցե մտահոգություն ես չունեմ։ Ձեր քաղաքական թիմում կարծես հակված են մտածելու, որ ընդդիմադիր դաշտում հիմնական ֆավորիտ ուժերը ընտրություններից հետո միավորվելու են եւ իրենց հավաքած քվեները, ձայները տալու են ուժերից մեկի ղեկավարին, այս դեպքում Ռոբերտ Քոչարյանին։ Որն է հիմնավորումը դրա։ Դե հիմնավորումները բազմաթիվ են, որովհետև հիմա այդ քաղաքական ուժերը, գիտեք հարցը որն է, եթե այդ քաղաքական ուժերը նախապես դրա մասին հայտարարեն, թափանցիկ հանդես գան հանրությանը, ստանան ժողովրդի քվեն եւ արդյունքում այդ որոշումը իրագործեն, ոչ մի պրետենզիա չկա։ Այստեղ խնդիրը այլ է, որ բոլորը փորձում են իրարից դիստանցավորվեն, միևնույն ժամանակ ակնհայտ լինելով, որ բոլորը մի նավակի մեջ են նստած կոպիտ ասած, որովհետեւ դա նաեւ արտահայտվում է, որ նույն մարդիկ մեկ էս թիմում են, մեկ են թիմում են եւ ոնց որ մեր գործընկեր Ռոբերտ Ռուբիկյանն էր ասել, ասում են ստպավորությունն է, որ տենց ընդհանուր հավաքել, խառնել ու խառը բաժանել են, հա, որտեղ բան ա եղել, որտեղ մենք հիմա Երևան քաղաքի հավաքանու օրինակ ընդդիմադիր հատվածում ունենք տարբեր մարդիկ, որ իրար հետ ակնհայտ թիմակից են, մեկը մի ուժի ցուցակում է, մեկը մյուս ուժի ցուցակում է, բայց այդ ուժերը հայտարարում են, ասում են մենք իրար հետ կապ չունենք։ Չէ, բայց իրենք հավատացնում են, որ նման բան չի լինելու։ Օրինակ Ծառուկյանը հստակ հայտարարում է Քոչարյանին ձայն չի տալու։ Սամվել Կարապետյանի թիմը հայտարարում է գրազ է գալիս, որ դա տեղի չի ունենալու։ Հիմա Շատ բարի, Աննա ջան, հիմա եկեք հետևյալը ասենք, հիմա նույն Նարեկ Կարապետյանը ձեր հեռուստաընկերության եթերում ինչ որ ուղղակի հրապարակային ոչ ճիշտ ինֆորմացիա էր ասում, ավելի կտրուկ կարամ ասեմ, սուտ էր ասում, որ իր հայրը ինչ որ պահի անհամաձայնություններ ունենալով ինչ որ տենց դրամատիկ դուրս է եկել հանրապետական կուսակցությունից եւ խզել իր կապերը այդ ուժի հետ այն պայմաններում, որ այդ ուժի անից 2017 թվականին, այսինքն իրանց հետ է եղել։ Այսինքն կներեք, բայց այդ մարդկանց հայտարարությունները զուտ որ հայտարարում են ուրեմն տենց է, իրանք այդ քաղաքական կենսագրությունը չունեն, որ կարողանան պահանջել, որ եթե իրենք ասում են, պետք է իրանց բոլորը հավատան եւ ամենայն հարգանքով քաղաքականության մեջ հայտարարություններին ժողովուրդը չեմ կարծում, որ միշտ պետք է հավատա, ժողովուրդը պետք է ստուգի եւ փաստային նայի։ Հիմա կարող են 1000 բան հայտարարեն, բայց որ փաստացի իրենց թիմերը նայում ես, նույն մարդիկ տարբեր հայտարարություններով, կերպարանափոխման անհաջող փորձերով իրենց թիմերի ներսում բաժանված են, դա ակնհայտ է, որ իրենք միասին են եւ ավելին ասեմ, այստեղ ոչ միայն կենսագրության գաղափարական տարաձայնություններ են ունեցել իրար հետ, հիմա մի թիմից մյուս թիմն են անցնել, ինչ խնդիր եք տեսնում։ Շատ բարի, հիմա տեսեք, հիմա հայտարարությունները նախկինում մարդիկ կան, առանց անուններ տալը, որ էլի իրենց ցուցակում են։ Օրինակ Ուժեղ Հայաստանի ցուցակում նաև ձեզ հետ աշխատած նախկին պաշտոնյաներ կան։ Եվ ես դրա մասին չեմ ասում, այսինքն դուք հիմա ինչ եք ուզում ասեմ մարդիկ գուցե գաղափարական տարաձայնություններ ունեն մի թիմում, հետո հիմա հնարավորություն կա այդ թիմում հայտնվելու։ Ներողություն, բայց գաղափարական տարաձայնություններ չունեն, որովհետև այդ մարդկանց իրանք ուղակի հայտարարում են, ասում են մենք իրար հետ չենք, բայց որ իրանք խոսացած տեքստերը, իրանք գաղափարները, իրանք հատկապես Հայաստանի Հանրապետության խաղաղության, ճարտարապետության շուրջ պատկերացումները եւ դրա երաշխավորների հետ կապված մտքերը լսում ես, մեկը մեկին նույն բանն են ասում, այսինքն մի բան է իրանք ինչ են հայտարարում, այլ բան է, որ գիտեք, այսպես ասեմ, նաև մատնող բաներ կան, ես այս Մանրուքի մասին որոշ գործընկերներ ասում են շատ էս խորանում, բայց որ ասում են սատանան մանրուքների մեջ է, ես այդ մանրուքներին ես շատ ուշադիր եմ։ Իրանք ամեն ինչը փորձում են իմիտացիա անել, այսինքն դեռ իրական բովանդակություն շատ ժամանակ չկա, ասենք հանրահավաք են անում, նայում եմ այդ հանրահավաքը, մի պրիմիտիվ բան ձեզ ասեմ։ Կանգնած են տարբեր մարդիկ պլակատներով
ուժեղ Սյունիք, ուժեղ, չգիտեմ, Լոռի, ուժեղ եւ այլ, հասկանում ես, որ այս մարդիկ նայել են մեր հանրահավաքները, ասում են պետքա նույն բանը անենք, բայց բովանդակությունը չեն հասկացել, որտեղ եթե դուք հեղափոխության կադրերը բացեք, այդ ամեն համայնքի ժողովուրդը իրանց պլակատը իրանց ձևով սարքած գալիս են, ստեղ նույն ոճով, նույն շրիֆտով ակնհայտ մի տեղում տպել են, մարդկանց բաժանել են, որ իմիտացիա ստեղծեն, որ իրանք տարբեր մարզերից ունեն աջակցություն։ Բայց չտպավորվեցիք հանրահավաքի մասնակիցների թվով։ Պետք է այդտեղ գրեին ուժեղ տպարան երևի ուղղակի, որտեղ սա նույն տպարանում տպել էին նույն շրիֆտով բաժանել են, որ այսինքն այդ կարող է թվա մանր բան եմ ասում, բայց այդ մանր բաներով է ցուցիչը երևում, որ իրանք ոնց են փորձում իմիտացիա անել, այն ինչ որ անում ենք մենք, ներողություն, երթ են անում, բայց ասենք երթը անում են ավտոյով։ Այդ մարդիկ բովանդակ, հա, բայց այդ ներողություն եմ խնդրում, մի հոգին չի հարցը, առանցքային դեմքն է իրանց քաղաքական շարժման։ Հիմա դուք ոնց եք պատկերացնում, եթե մենք ասենք ժողովրդի մեջ ենք, ժողովրդի հետ ենք, պորտալարով կապված ենք մեր ժողովրդի հետ, որը ասում ենք, եւ մեկ է հանրահավաքի ժամանակ ասենք կներեք, վարչապետը ասենք ծառայողական մեքենայով գնա, մնացածը քայլեն։ Հարցեր չեն առաջանում, չեն ասի ասում է ժողովրդի հետ ես վերկաց քայլի ժողովրդի հետ։ Թե իրենք էլ պարոն Գրիգորյան ունեն իրենց հակադարձում, ասում են դե դուք էլ որ դուրս եք գալիս փողոց, քայլում եք, շփվում եք մարդկանց հետ, դուք էլ միջադեպեր եք հանդիպում։ Վարչապետի այդ հանդիպումների ընթացքում տեղի ունեցած դեպքերն են վկայակոչում։ Իրենք էլ ասում են, տեսեք, հանրային ինչպիսի վստահելիություն ունեք դուք։ Շատ բարի։ Մենք այդ տարբերությունը գիտեք որն է, որ մենք համարձակություն ունենք եւ քաղաքական հասունություն ունենք այդ դեպքերից չփախնենք։ Այսինքն այդ սիրո դրսևորումներն էլ է երևում, որ մարդիկ կան, որ լավ են վերաբերվում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, նեյտրալ վերաբերմունքն էլ է երևում եւ առանձին դեպքերում համակրանքի բացակայությունն էլ է երևում, բայց ճիշտն է դա։ Իսկ երբ որ դու, ասենք, շարունակաբար այդ բոլոր միջավայրերից փախչում ես, մարդկանց հետ չես շփվում, որ չերևա, որ առանձին մարդիկ կան ու ոչ քիչ քանակի, որ երեսը չեն ուզում տեսնեն։ Երբ որ չես գնում այն լրագրողների մոտ, որոնք քեզ ուզում կարող են անհարմար հարցեր տալ, ինչ որ սեփական համախոհ լրագրողների շրջանակներում էլի փորձում ես չորրորդ իշխանություն եւ քաղաքական ուժ շփման իմիտացիա ստեղծես, հա կարաս տենց անverջ դու քեզ այդ բանի մեջ, այդ պղպջակի մեջ փակես, բայց դրանից պղպջակից դուրս գոյություն ունեցող աշխարհը չի վերանում եւ այն որ իրանք չեն կարողանում այդ աշխարհի հետ առերեսվեն, parza փորձում են ինչ որ ձև մեզ թիրախավորեն, որ կարողանում ենք դա անել։ Այո, հանդիպում ենք թե համակրանքի, թե հակակրանքի, թե ինչ որ տենց նեյտրալ վերաբերմունքի ոճին, բայց հանդիպում ենք, խոսում ենք մարդկանց հետ եւ այդ հետադարձ կապը ստանում ենք եւ մենք մեր համար հետեւություններ ենք անում։ Ո՞վ է ասում, որ այդ process-ը անպայման պետքա հաճելի լինի։ Նման ակնկալիք չկա, իրանք ուղղակի սովոր չեն, որ իրանց մոտ շփման մեջ կարող է իրանց հակադարձեն, կարող է իրանց քննադատեն, առանձին դեպքերում կներեք կարող է վիրավորանքի հետ սահմանակցող հայտարարություններ անեն, եւ որ դա իրանք չեն կարողանում անել, իրանց դուրը չի գալիս, որ ինչ որ մեկը դա կարողանում անի, շատ բարեկան է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցը Սուրեն Գրիգորյանն էր, կհանդիպենք։